Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Մեր երկրում տեղի են ունենում պատմական փոփոխություններ, որ տևական ժամանակ է, ինչ այդպես է, եւ մեր հասարակության տարբեր խմբեր, տարբեր խավեր, շրջանակներ, տարբեր ձևով ավել կամ պակաս, այսպես ադապտացվում են այս նոր իրողություններին կամ իրենց դիրքորոշումն արտահայտում, յուրովի դիրքավորվում այդ ամենին եւ իհարկե այդ խմբերի բազմազանության մեջ առանձնահատուկ դեր ունեն նրանք, ովքեր մեր պետականության հենց ծննդյան օրերին կամավորագրվեցին նորաստեղծ բանակի շարքում եւ գնացին պաշտպանելու հայրենիքը։ Այդ մարդիկ հիմա տարիքն առած են, սակայն դա վերածվել է կենսակերպի, հայրենիքին նվիրվելը, հայրենիքին կամավորագրվելը եւ հայրենիքի ճակատագրով իրենց պատասխանատու զգալը։ Այդ մարդիկ են, ինչպես հուսով եմ, ավելի ճիշտ վստահ եմ, կռահեցիք մեր ազատամարտիկները, ովքեր մարտնչեցին առաջին Արցախյան պատերազմում։ Այս փոփոխությունները մասնավորապես դա այն է, ինչ տեղի ունեցավ օգոստոսի 8-ին։ Հայաստանի ղեկավարը խոսում է, հայտարարում է այն մասին, որ այլևս խաղաղություն է մեր տարածաշրջանում։ Սրան ոչ միանշանակ են վերաբերվում մեր հասարակության մեջ, մենք տեսնում ենք մամուլում այդ մասին տարբեր կարծիքներ, ազնիվ, անազնիվ, մանիպուլացված կամ ուղղակի բարեխղճորեն այսպես մտահոգված։ Բացի դրանից էլ իհարկե առաջին Արցախյան պատերազմում կար այն ընկալումը, որ ժողովրդավարական այն ժամանակ կամ իբր ժողովրդավարական Ռուսաստանն այնուամենայնիվ ելնելով այդ պատմական կապերից, որը կա Հայաստանի հետ, իր ուրույն դերն ունի եւ ունենալու է մեր ներկայի եւ ապագայի համար։ Հիմա Ռուսաստանի դերը փոխվում է, ուզենք թե չուզենք։ Եվ ոմանց մոտ դա ուղղակի, այսպես ասենք, իրենց պատկերացրած աշխարհն է փլվում իրենց աչքերի առաջ դրանով իսկ եւ տեսնում ենք, որ իրենք այլ բան ուղղակի չեն պատկերացնում եւ այստեղ շատ կարեւոր է հասկանալ ինչ են մտածում այս մարդիկ եւ փորձենք հասկանալ այդ նպատակով ես հարգարժան հյուրերի եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել մեր հյուրերն են այսօրվա ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամներ, առաջին Արցախյան պատերազմի վետերաններ Վլադիմիր Արաքելյանը եւ Տիգրան Գրիգորյանը, բարև ձեզ պարոններ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, շնորհակալ եմ ձեզ տեսնել։ Եվ ուրեմն օգոստոսի 8-ը այն օրն էր, որից սկսած Հայաստանի ղեկավարը վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց այն մասին, որ այլևս պատերազմ չկա, այլևս կա խաղաղություն եւ այլևս լինելու է խաղաղություն։ Սրա հետ կապված իհարկե մանավանդ այն իրադարձություններից հետո, որ տեղի ունեցան 20 թվականին, 22 թվականին, 23 թվականին, այս ամենը իհարկե բարոյապես այսպես ծանր է այն մարդկանց համար, ովքեր հեռուստացույցով չէ, որ գիտեն ինչ է պատերազմը։ Բայց այնուամենայնիվ փաստն էլ այն է, որ իրողություններ են փոխվել մեր, սա եւս փաստ է։
իրողություններ, որում մենք ձեզ հետ միասին ապրում ենք եւ ապրել ենք։ Համեցեք, պարոն Առաքելյան, խնդրեմ։ Օգոստոսի 8-ի խաղաղությունը դա մեր ազգի համար մի լավ ձեռքբերում էր, որովհետեւ 35 տարի առաջ, երբ որ մենք արդեն պատերազմ էր ընթանում եւ պատերազմից էս մի բան, մայրերը իրանց երեխեքին ուղարկում են պատերազմի դաշտ, այսինքն այդ մայրը պետք է սպասի, վատ բան պետք չէ սպասի։ Այսօր իմ առաջի բանանարմականում լավ կայանն անում, որ մեր հայ մայրերը իրանց երեխեքին կարան ուղարկեն արդեն բանակ։ Դե բնականաբար պատերազմ չի լինի։ Ու հետո ովքեր որ պատերազմ են տեսել, նրանք երբեք չեն ուզենա պատերազմ լինի, որովհետև դե մենք բոլորս էլ 35 տարի տանջվեցինք, այս ազգը տանջվեց։ Որոշ մասը մարդկանց շահեցին, որոշ մասը դժբախտացան։ Տեսեք 94 թվականի հրադադարը, օրինակ ես շատ վատ զգացի 94 թվականի հրադադարը ուղղակի։ Որտեղ հենց կակրած մենք այդ վաղտ ավելի լավ հզորացել էինք եւ կարայինք Բաքվին ծնկաչոք անենք։ Դե բայց է քաղաքականություն էր, մենք է զիվոր ենք, բնականաբար մենք պետք է բանանք։ Տարիներ շարունակ տեսեք 16 թվի 4-օրյա պատերազմը, ընդամենը 4 օրվա մեջ 200 զոհ տվեցինք։ 20 թվի պատերազմը բավականին զոհեր տվեցինք։ Հետո 22 թվական, 23 թվականը Արցախը դատարկվեց, այդ ամեն ինչը այդպես բաներ։ Այսօր խաղաղությունը մեր ազգին շատ կարևոր է։ Շատ կարևոր է, որ տեսեք թուրքը 29 տարի համարյա ինքը ոչ մի բան չէր անում։ Բայց այդ ընթացքում մեր սահմաններում անդադ մեր երեխեքն են զոհվում։ Այսինքն պատերազմը ինչ տարբերություն։ Եթե դու ամսեկանի 30-40 հոգի երեխա ես զոհվում այն սահմաններում պաշտպանելիս, պատերազմ չի ինչ էր։ Այսօր ես ողջունում եմ, որ Փաշինյանի կոլը վերջը կարողացավ ավելի լավ կարայինք մենք պատերազմի խաղաղությունը ձեռք բերենք ավելի լավ ձևով, բայց ցավոք սրտի Փաշինյանի կոլը այսօր մենակ է, ինչ կարողանում անում է։ Ես ուրախ եմ, որ խաղաղությունը ձեռք բերել եւ մեր երեխեքը կգնան բանակ, հանգիստ կծառայեն ու կվերադառնան իրենց ընտանիքները։ Ես ուզում եմ մի ուրիշ պրիզմայով նայեմ այդ ամեն ինչին, օգոստոսի 8-ը մեծ հնարավորություն ա տվել մեր ազգին, մեր ազգը եղել է արաբական լծի տակ, երբ որ ամբողջ Անդրկովկասն էինք նայում Դվինում, ամիում էր մեր մայրաքաղաքը Օսմանյան կայսրության ժամանակ։ Հիմա ամերիկական պրոյեկտ է, չէ՞, օգոստոսի 8-ի ձեռքբերումը, դրա մեջքին կանգնած, ասենք, տիրապետություն է։ Տիրապետություն չի։ Մի հատ նայենք Ամերիկան ինքը բրիտանական կայսրությունից ազատվել է, այսինքն իր ճանապարհը ու մեր ճանապարհը շատ նման է, այսինքն մենք էլ կայսրության մեջ ենք, երբ որ այն կայսրությունը, որի մեջ մենք մտածենք, այսինքն ռուսական կայսրությունը չի փլուզվել, սովետական միությունը դա ռուսական կայսրության շարունակությունն էր, նույնը եւ Ռոսիյսկի Ֆեդերացիան, ասենց ասեմ, այսինքն ինչ, Ստալինով ա եղել, Ստալինը եղել է ռուսական կայսրության բանը կարմիր կայսր, այսինքն իրանց մոտ ոչ մի բան չի փոխվում, ատրիբուտիկան ա փոխվում, երբ ա մեր համար լավ եղել 90-ականներին, երբ որ սովետական միությունը փլուզվեց, այսինքն մեր անկախության հնարավորությունը մենք ստանում ենք միայն այն դեպքում, երբ որ Ռուսաստանը թուլանում է, մենք դա պիտի մեր համար ֆիքսենք, ու դա մեր համար լավ է, ինչի,
որտեղ Միացյալ Նահանգները, քանի որ Բրիտանիայից անկախացել է ու իր համար դա մեծ արժեք է, Ռուսաստանի համար անթույլատրելի է, որ ինչ որ մեկը անկախանա, Հայաստանը կլինի, Վրաստանը կլինի, Մոլդովան կլինի, դա շատ կարևոր է, որ մեր ժողովուրդը դա հասկանա, որովհետև մեր անկախությունը իր համար կատաստրոֆա է, այսինքն ինքը քանդվում է մեր անկախությունով, դրա համար ինքը երբևիցե չի ուզի, որ մենք անկախանանք։ Հիմա այդ հնարավորությունը մեզ տրված է եւ մենք մաքսիմալ ձևով պիտի կարողանանք դրանից սենց հայերեն ասածով օգտվենք այն ռամկեքի մեջ, որը սիտուատիվնի մեզ կտա այդ հնարավորությունը։ Իհարկե Նիկոլ Փաշինյանի խումբը մեր Տիգրան Մեծի Կամանձիրի հետ մի քիչ համաձայն չեմ այն առումով, որ մենակ է, ինքը մենակ չի, լավ թիմ ունի իմիջիալոց, Քաղաքական բանով է մենակ որ ասենք հա մենակ այն ընդդիմադիրներ լիքն են ես դրանց նույնիսկ ընդդիմադիր չեմ կարող ասել ես ընդդիմադիր կարող եմ ասել ասենք ձեր խմբին Արման Բաբաջանյանի ներքո դա ընդդիմադիր է իսկ նրանք կներեք արտահայտությանս համար ես գիտեք երկար ժամանակ Ռուսաստանում եմ ապրել այդքան խորը չի հասկանում ինչ է կատարվում Հայաստանում դրանք պետության քանդող հատուկ ծառայության աշխատակիցներ են իրանց լրատվական կազմով իրանց սուտի կուսակցությունը պետության մեջ բացվում է մենակ նրա համար որ պետությանը լավ ճանապարհ ցույց տան այսինքն այս կուսակցությունը սրանից տարբերում է որ ինքը ավելի լավ առաջարկ անում մեր մոտ հակառակը ավելի վատ այսինքն ոնց որ Նիկոլ Փաշինյանի խումբը հասել է նրան որ մենք ձեռք ենք բերել խաղաղություն ոմանց համար դա կատաստրոֆա է գիտեք այնպես տպավորությունն է որ իրանք ուզում են այնպես անեն որ այդ պատերազմ լինի ամեն ինչ ուզում են անեն որ վաղը լինի իրանք կուրախանան ինձ թվում է դոշներին խփենք ասեն էս է ձեր խաղաղությունը հա իհարկե կա право сильного и никто не отменял ասենք ОՕՆ-ում даже օրենք կա որ եթե դու գտնում ես որ քո սահմանները քո համար փոքր է եւ այլն իրավունք ունես պատերազմ հայտարարելու իրավունք յուրաքանչյուր ունի ֆաշիստական Գերմանիան էլ հայտարարեց ուրիշ բան իշկանով է դա իրավական իրավունք չունի բայց ամեն չէ կա դա իրավունք չի էլի դա իրավունքը շեղում է եթե հաղթում ես իրավունք է եթե պարտվում ես արդեն իրավունք չի ընդհանրապես քանի որ իրավունքներից խոսացինք աշխարհում 3 իրավունք կա ես ասենք մի քիչ ռուսական տերմիններ օգտագործեմ римский право на Банна, морское право, на, кстати, морское право, наверное, это какая интеллигенция, это тесությունը, բայց այդ տեսության մասին շատ քիչ մարդիկ գիտեն, շատ ցավալի է։ Պարոն, տեսեք, այնպես է ստացվել, որ մենք իրար հետ ենք այցելում տարբեր շրջկենտրոններ եւ հանդիպում մարդկանց հետ որը չափազանց այսպես օգտակար է եւ ուսուցողական մեզ համար, կարծում եմ նաեւ ձեր տեղերում հասկանալու խնդիրների առաջնահերթությունը, հա, այդ առաջնահերթությունների այդ դասավորությունը, հա, որովհետեւ Երևանից կարող է թվալ թե առաջնահերթը մի բանը գնում ես տեղերում հասկանում ես ուրիշ բանն է, ավելի կարևոր կամ խնդրահարույց կոնկրետ մարդկանց ասենք դա ավելի է հետաքրքրում կամ մտահոգում, քան ասենք մեր պատկերացրած ասենք մեր Երևանյան բազմոցներում, հա, այսպես ասենք։ Այցելեցինք Վարդենիս, այցելեցինք Ապարան, Չարենցավան, Հրազդան, Գյումրի, այսպես ընդհանուր ինչ տպավորություն ստացաք, ինչ եզրակացություններ ունեք սրա հետ կապված, ինչ անելիքներ եք ձեր աչքի առաջ տեսնում եւ ինչ ուղերձ ունեք ըստ այդմ։ Համեցեք։ Դե տեսեք, բանը, դե ես էլ մասնակցել եմ
երբ որ Ջարենցավան էին գնացել, ժամանակին երբ որ մենք զենք դինամատեր չունեինք, պատերազմը անխուսափել էր, 89 թվականին մենք գիտակցում ենք, որ պատերազմը լինելու, որտեվ թուրքը, ոսողը, մեզ պատրաստվել էր պետք։ Չարենցավանում, ուրեմն մենք զենքի արտադրություն ենք բանանում, զենք ենք բանանում, ստեղծում ենք զենք, կուստարներ ենք ստեղծում, դեղ հայլեկտրոններ, Մերգելյաններ, Աբովյաններ, Սիրուսը, ու այսօր այդ Աբովյանը ես ասենք գնացել եմ Աբովյան, ասենք Աբովյանի կյանքը մի քիչ աշխուժ է։ Դա Երևանին էլ մոտ, քիչ մոտիկա, դե Չարենցավանն էլ այդքան հեռու չի, ասենք Երևանից, բայց Չարենցավանի կյանքը մեռած է։ Այդտեղի ժողովուրդը չիմանա ինչ անի։ Լավ, գնաց աշխատեց եկավ, ասենք մի մանետ արավ, թե 1000 մանետ արավ, դա իր խնդիրն է, բայց ասենք այդ աշխատեց ու գաց մի անգամից մտնեց քո անկողին, այդ էլ կյանք չի։ Ասենք կյանքը այնա, որ դու կարողանաս քո իրականում քո կյանքը վայելես, հետո գտաս քո մտնես քո անկողին։ Դե Վարդենիսը, դե ես շուտ բանից գիտեմ Վարդենիսի, բոլոր բաներ որ Գաբարանա, Վարդենիսը, ասենք Չարենցավան, դե Լեննականի պատմությունները մենք լավ գիտենք, ամբողջ մեր երկրի պատմությունները լավ գիտենք, թե որտեղ ինչ ակա։ Վարդենիսը вообще ընդհանրապես մեռած ոնց որ երկիրն է։ Մեռած երկիրն է։ Ես այդ ընկերություն ունեմ բավականին։ Շփվում եմ, գնում եմ, իհարկե իմ ընկերս մահացավ, այնտեղ էլի ընկեր ունենք մահացավ, իրանց երեխեքը կան, էլի նույն վիճակն է։ Ու մենք սահմանամերձ գոտի, խոնակ սահմանամերձ գոտիները մենք կարողանանք ավելի մի քիչ աշխուժացնենք, որ ժողովուրդը աշխուժ լինի, հա։ Էլի նույն վիճակն է, մութ անգավ էլ անելու բան չունեմ, դեթան իրանց մտեն իրանց տաները կամ էլ եսի մտան խմելով զբաղվեն։ Ամենալավագույն դեպքում այդ մենք խմելով են զբաղվում, եթե խմում են մենակ։ Էսա բայց ցավալին է, որ այսօր մեր Հայաստանի շրջանները sense վիճակում են հայտնվել։ Ես օրինակ կդիմեմ իշխանությանը, կառավարությանը, որը մանավանդ այդ տեսեք Չարենցավանը ինքը եղել է բավականին մեծ արդյունաբերական շտեմարան է եղել, բան եղել, այսօր երևի կարող է մի տոկոսն էլ աշխատի այնտեղ, մի տոկոս աշխատի։ Մենք պետք է կարողանանք իշխանությունը, պետք է կարողանա իշխանության մատը եթե չխառնվի, ով կարա այդ զավոդները վերականգնի կամ որից մի բան։ Ես օրինակ կոչ կանեմ իշխանությանը, որ շատ հրատապ իրանք կարողանան զբաղվեն այդ սահմանամերձ գոտիների մասին է խոսքը, այդ նույնիսկ Չարենցավան, Վարդենիս, Աբարանա, Լեննականը, դե Լեննականն էլ ասենք մի քիչ շարժ կա, բայց այնտեղ քաղաքական վիճակն է շատ վատ։ Այո։ Այսինքն, եթե քաղաքական վիճակը վատ է, բնականաբար մարդը անհանգիստ է։ Ասում է, ես խփեն իրար մանավանդ անդադ բաներ, չեն դեղ խփոցի այդում։ Անընդհատ խփոցի այդում, դեղ ամեն ուզում է ինքը քաղաքը վեկալի։ Ես պրոստաններ չեմ տալիս։ Ժամանակին, որ մենք իմանում ենք, ասենք, մարդասպանություններ ելնում, մենք ցավում ենք այդ բանի համար, որ եթե այդքան լավ տղերք եք, ախպեր, հելը գնացեք սահմանները, գնացեք թուրք սպանեք, ինչ եք ելում իրար սպանում։ Հա։ Էսի սա ամենը դասիրաչական է։ Հիմա այսօր ես Լեննականի համար ասեմ մի քիչ մտավախություն ունեմ։ Քանի որ այնտեղ էլի նորից Վարդանի կոչեցյալը ուրեմն պատկերացրեք սենց մի բան, ասենք Նիկոլը տապալվում է, չի ասում, վերցնենք, վատագույնը վերցնենք էլի, ինչ է լինելու, Վարդանիկը սուրը պայծյանն է, հլը չի հանել, թուրը հանելու է, դառնալու է երկրի, ոնց են ասում են, ղաչաղ նավի, որ ասում են, դրա համար Վարդանիկը ոչ թե ինչ-որ քաղաքական ձևով ինքը քաղաքապետ է, այլ պետք է իշխանություն հետևություններ անի, որ այս սպանություններ կա այդ մարդկանց վրան։
սպանություններ կա։ Ես չեմ ուզում խորանալ, որտեղ շատ բաներ գիտեմ։ Ամենայն դեպս ես իշխանությունը կոչեմ անը, որ անամբախ մեր այդ լքված գյուղերը թե Վարդենիսի մասին խոսքը, որտեղ ինքը սահմանամերձ է։ Օրինակ ասենք իմ մոտիկները ապրում են հենց ամիջապես Զոդի տակի գյուղը, մոռացել եմ ճիշտ ասած։ Իրանք բայց Շամյանից են։ Արմիկը Շամյանի Երկեշ գյուղի գյուղապետն է եղել, իրանք բայց ապրում են, իրանք չեն, բայց իր երեխեքը բանակում ծառայում են, մեկը ռազմավարի չի կա, շատ լավ ժողովուրդ են, շատ լավ, ու ասում են մենք ստեղից չենք հետ, հա։ Այնպես որ պետք է տիրություն անի իշխանությունը, այս ամբողջ Հայաստանի մասին է խոսքը, ոչ թե որ անուններ տվեցինք, ամբողջ Հայաստանի մասին է խոսքը, Երևան քաղաքը հասկացանք, Աբովյանը մոտիկա էլի հասկացանք, բայց մնացած է Տենյանից վրա արդեն ու ես քաղաքական ես կեղտոտ խաղերը որ կա ես ընդդիմադիր չեմ ասում, իրանք ասում եմ ռեվանշիստներ շատ են խանգարում ես Հայաստանի զարգացման համար։ Եթե իշխանությունը ես շեղվեմ մի հարցի բանից, տեսեք մենք ինչի համար մենք հաղթեցինք պատերազմը առաջի մեր ժամանակ ինչի հաղթեցինք, մեր նման տղաները բոլորը գնացին Հայաստանի անկախության համար, չէ, մենք գնացինք, ոչ գնացինք որ մենք ռսի տակ դառնանք բան, այդ ինչ անդա, մի հատ գուբերնիա, ով մեզ ասի այն որպի գլխի պես այլ, ով գա մի հատ մեզ գլխին տա։ Մենք բայց հետո դառանք հենց։ Մենք դառանք։ Տեսեք, հիմա ես ասեմ, ուրեմն 99 թվականին, երբ որ ասենք այս 27 հոկտեմբերի եղավ ազգային ժողովի սպանդը, դրանից հետո արդեն այս տականքների ձեռները բացվավ։ Արդեն լրիվ մենք գնացինք դառանք ռուսի տակ, իսկ մենք ենք իմացել թե ռուսեի ոնց է վերաբերվել մեզի։ 91 թվականի, չէ, 88 թվականի Կալցո օպերացիան, 91 թվականի Կալցո օպերացիան, երբ որ Հայաստանում կատարվավ Կալցո օպերացիան, նոյեմբերյանի կողմերը։ Ոսկեպարը նոյեմբերյանի մասին։ Ոստիկաններին փռացին գետնին սպանեցին։ Մենք Շամյանում ենք։ Ղարաբաղի Շամյանում ենք, այնտեղ են գնաց բան, պասպորտի սերժում ու բան, Կալցո օպերացիա։ Գետաշեն Մարտունաշենը դրա մասին էր խոսքը։ Ոչ ինչ եմ ուզում ասեմ, ռուսը Այն որ ռուսը արեց, թուրքը սկիզբ չի արել մեզ համար։ Չնայած ասեմ դե ես ասեմ, ցենց ասեմ, այս վերջերս ես շատ մտածում եմ լավ, թուրքը ինչի ասենք միշտ ուզեցե հային կոտորի։ Համարելա ռուսական քաղաքականության, որովհետև ռուսը այսօր ոնց որ ինքը թուրքի, տեսեք Ռուսի պասորին Թուրքիան սպանեցին, դեն չարեց, բանին խփեցին, վերտանյոտ խփին, սամալյոտ խփին, այս արեցին, ինչ եղավ, պամիդորի սանկցիա եղավ, են կարճ, այսինքն ինչ է եղել, Պյոտր Պերվից եկած ժամանակահատվածից միշտ հայազգը, քանի որ հավատարիմ է եղել ռուսին, լավ որ չի եղել, որ հավատարիմ ենք եղել, մենք հավատացել ենք ռուսին, որ ինքը յանի մեծ աղբերն է, մենք էլ փոքր աղբեր ենք, դե պետք է մեծ աղբերը փոքր աղբերը տիրություն անի, չէ, բայց փաստորեն տիրություն չարեց, ես ավելի դաժան կեղտոտավոր վերաբերվեց Թուրքից բետար վերաբերվեց մեր այդ Շամյան Ղարաբաղի հարցը ոնց եղավ, Շամյանի հարցը ոնց եղավ 91 թվականին, 90 թվականին, ուրեմն Գետաշենը, Մարտունաշենը նույն զորքը եկավ փաթեց ռուսական։ Այո, ռուսների մասին է խոսքը։ Ռուսն եկավ փաթեց ամբողջ Գետաշենը, մենք ընդեղ էինք։ Մեզի չթողեցին մտնենք Գետաշեն, որտեղ ասեցին Ժաննան էր ռացիայի վրա ասեց, որ մի արեք ստեղ, որովհետև ստեղ ռուսական բոլոր տանկերը ամբողջ Գետաշենը փաթել են։ Այդտեղից մենք կարողացանք Իգոր Մուրադյանին մենք Տիգրամեցի արաբոյի տղերքով խումբ կազմեցինք ու ուղարկեցինք Գետաշեն, որ Իգորին գույնը բերենք ընդեղից։ Բերեցինք Իգորին, բերեցինք, հա։
բայց չթողեցեք մենք մտենք բոյ, որտեղ ռուսական տանկերով հա, ավտոմատով տանկերի դեմ մեր մոտ մենակ ավտոմատ է եղել, ամբողջ ֆրոնտում եղել է մի հատ տանկ, երկու հատ բեմպ է։ Ինչ եմ ուզում ասեմ, որ ասենք խոսքը մենք պայքարել ենք մեր անկախության համար։ Այսօր ոչ մի իշխանություն, այսինքն թե Ռոբերտն ա եղել, թե Սերժն ա եղել, նրանք անկախություն բառը երևի չեն սիրել, որտեղ իրանց մոտ չի ստացվել այդ անկախություն բառը։ Իրանք մենք եղել ենք ռուսի լծի տակ։ Այսինքն ռուսը ինչ ուզեցել արել է։ Հա։ Տեսեք Ռոբերտի իրաք ստոր քայլի համար դա ուզում եմ քաղաքավարի կպնեմ էլի դրանից։ Գույք պարկը դիմացը 100 միլիոնի համար տվեց։ Մինչև հիմա տակից դուրս Ու ես այն օրը ես լսում եմ դրա ելույթը, որ ասում ամենալավ, ամենահաջողված, ուրեմն գործարքն եղավ, որ ես կարողացա անեմ։ Ես չեմ կարող հասկանամ, լավ, այդ դրա կողքի ժողովուրդը, որ կա, որոդի որ Ռոբերտը ուզում բادرացել։ Ոչխար են, ինչ են, չեմ հասկանում։ Ուղեղ չունեն։ Եվ այլն։ Իսկ ինչ վերաբերում այսօր ասենք ես տեսնում եմ, որ իշխանությունը տանում է դեպի Հայաստանի Հանրապետությունը անկախացում եւ սուվերեն պետություն լինելու համար։ Ես իմ կյանք եմ տվել, ես ընկերներ եմ կորցրել բավականին, այն մարդկանց եմ կորցրել, ովքեր որ ուզեցել են, որ Հայաստանի աշխարհը լինի անկախ։ Պարոնայք, մենք իրար հետ էինք, որ մասնակցեցինք այս Գյումրիում ռուսական ռազմաբազայի մոտ, այդ բողոքի ցույցին, հա, լսեցինք ոնց են մեզ փորձում խլացնել կալինկա մալինկայով եւ չկարողացան, բայց այնուամենայնիվ մենք հասկանում ենք, որ դարա փոխվել, մտածողություն է փոխվել, ընդ որում խոսքը ոչ թե վերջի 3 տարվա դեպքերի մասին է, ոչ էլ ձեր ասած 35 տարվա դեպքերի, այլ մենք ուղղակի ազգովի հիմա վերաիմաստավորում ենք մեր այս վերջին 200 տարվա անցած այս համատեղ ճանապարհը, հա, ու մտել ենք մի նոր փուլ, որ ասենք շատ կարևոր քաղաքական որոշումներ ընդունենք։ Պարոն Գրիգորյան, ձեզանով էլ ամփոփենք, հա։ Դե 102 բազայի դիմաց այն կներեք բազան, այլև ռուսական սահմանապահները, չէ՞ որ Այսօր շատ բան են, չասում Մասիսար անեցին, ես կգերադասեմ, թող այդ Մասիսարը չլինի այդ շտամպի վրա, բայց հայ պագրանիչնի կանգնի, Մեղրիում, Զվարթնոցում Փարքաստու արդեն կանգնած են, այդ 102 բազայի տեղը լինի մեր հայկական բանակը։ Ամենաաբսուրդն է, որ այսօր որ ասում են, լավ, այդ ռուսերին ղրգում եք Թուրքիային եք բերելու։ Արա ես չեմ կարող հասկանալ։ Դա вообще ես չեմ կարող, այս ժողովուրդը խելք ունի, թե անխելքի պես է խոսում, ինչ Թուրքի մասին է խոսքը։ Դա Թուրքի մտածելակերպ, այսինքն եթե մենք չունենք մի Խազայինի սպրծնում ենք, ումը պիտի լինի մեկ ուրիշ տեր մեզ։ Այդ է, դա Թուրքի մտածելակերպ է, ու դրա վրա, հենց դրա վրա ամենացավոտ մեր տղեկին 90-ականներին սոխում են, այսինքն իրանք ռուսին չեն ուզում, այսինքն ով Նիկոլի մոտ է, նրանք թուրքամետ են, այդ դա մցրել են ու մեծ մասը, պրիմիտիվ մասը, ասենց ասեմ, մեջները լիքը հայրենասեր տղեկ կան, մեր հետ կռվել են, մենք անձամբ այդ տղեկին գիտենք, ու դա մցրել սրսկել են իրանց ուղեղի մեջ, որը շատ դժվար է զանոզան սենց հանել, որտեվ իրանք քանի որ ապրել են ստրկական մտածելակերպով, իրանք ազատ մտածելակերպ չունեն, ու իրանք պատկերացնում են, եթե սա տերը չի, ուրեմն սա պիտի լինի տերը։ Առանց տիրոջ չի լինի։ Չկա հիտացումը, որ տերը ես եմ, դու ես, չկա, հենց էտա չկա։ Իսկ գիտեք ով է դա սպանել, Լևոն Տեր-Պետրոսյանը, բացատրեմ ոնց, բացատրեմ։ Երբ որ մենք 94 թվին հաղթում ենք, յուրաքանչյուր պատերազմ ավարտվում է երկու բանով՝ Միրնի դագավորով կամ ակտ կապիտուլյացիա։ Ամփոփել ինքը իր ելույթներից մեկում ասել է, նույնիսկ եթե մենք հասնեինք Բաքու, դա ոչինչ մեզ չէր տա։ Այսինքն մի մարդ, որը տենց է մտածում, ինչ կարելի է ասել, ինչ վերաբերվում է Քոչարյանին, որ գույք պարկի դիմաց ասեցիք, ինչ
առաջի հերթին որտե՞ց այդ 100 միլիոնը ու մենք ենք բարդ։ Դու միջազգային ես օրինակ դիմում եմ Նիկոլ Փաշինյանին ձեր ստուդիայից միջազգային աուդիտ արեք։ Իրոք մենք բարդ ենք եղե սովետական միությունը փլուզվելուց ու եթե փլուզվելուց մենք բարդ ենք ենթադրենք 100 կամ 56 այդ միջազգային աուդիտը թողորոշ իսկ իշքանա սովետական միությունը մեծ բարդ այդ յուրաքանչյուր միջուկային զենքը որ արտադրվել է 5000 հատից ավել դրա 1/15-ը հաստատ մերն է հետո մենք ոնց ենք հաշվելու մեր արյան գինը երբ որ Լուկաշենկոն ասեց Բրեստի կրեպստի ժամանակ պայգիբլ 30 тысяч արմյան իսկ պատերազմի ժամանակ իրանք հա մենակ Բելարուսում իսկ Ռուսաստանում առաջի համաշխարհանից մենակ Ռուսաստանից գնացել է 5 միլիոն հայ ազգությամբ Հայաստանից գնացել է 9 դիվիզիա, Վրաստանից 7 դիվիզիա, Ադրբեջանից 10, Ադրբեջանն ասում ենք մի դիվիզիա ավել են տվել, բայց որ սկսում ես բացել, այդ դիվիզիաներից երկու հատը Ղարաբաղից են հավաքել, մի հատը Նախիջևանից, այն մնացած իրանց դիվիզիաներ կանգնացրել են, որ Ստալինգրադը ընկնի, ստեղից բանան են, իրանք պահեն։ Վրացիները ու բաները համարյա չեն կրվել։ Վրաստանի 7 դիվիզիայից երկուսը Շահումյանի ռայոնից է։ Այսինքն այդ ստրկական մտածելակերպը մենք պետք է հանենք, մենք մեծ աղբեր չունենք, ունենք շահեր, ու պետք էլ չի, շատ լավ ասում։ Ու պետք էլ չի, իսկ ասեմ պարոն Միրաբյան, դուք ձեր եթերներից մեկում ես լսել եմ կամ գրել էի կարդացել եմ, ասել եք պարոն Քոչարյանը լավագույնը ինչ կարող լիներ, եթե սովետական միությունը չքանդվեր, միտեղ ռայկոմի քարտուղար, խոսքի սումգա այդում, սրանով ավարտենք։ Շնորհակալ եմ, պարոններ, որ ժամանակ գտաք մեր եթերի համար։ Մինչ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Մենք զրուցեցինք մեր գործընկերների, ազատամարտիկների, դաշինքի խորհրդի անդամներ Վլադիմիր Արաքելյանի եւ Տիգրան Գրիգորյանի հետ, լսեցինք իրենց դիտարկումները նախ մեր մարզային այցելությունների արդյունքներով նախնական, որովհետեւ այդ այցելությունները մենք դեռ շարունակելու ենք հանուն հանրապետության կուսակցության կազմով, ինչպես նաեւ մեր երկրի առաջ կանգնած խնդիրների եւ այն անհատական բարոյական պատասխանատվության մասին, որի կրողն են իրենք։ Այսօր թերևս այսքան հարգարժանտիկն եք եւ պարոններ կհանդիպենք արդեն վաղը խաղաղություն եւ բարի նույն ձեզ։